Մուլտիպլիկացիոն ողջույններ, իմ շատ սիրելի տաղանդավոր փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ձեզ շատ են ողջունում ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, գրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, նախաճաշիկներով, հատկապես մարշմելոներով հանդերձ սիրելի փոքրիկներ։ Օրինակ սա ամպիկի, չէ, արևի համով է։ Այնտեղ ծիածանի համով կա, ամպիկի համով կա։ Ինչպես նաև ապաչիի կողմից սիրելի փոքրիկներ միշտ ունենք ապաչի հավաքածու պարկ, որպես մրցանակ ձեզ համար։ Դուք նկարում եք Քերի Մուլտիկնիկի հետ այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին, հորինում եք մի փոքրիկ պատմություն, հեքիաթ եւ ուղարկում Քերի Մուլտիկնիկին։ Լավագույն նկարի եւ պատմության հեղինակները կստանան նվեր ապաչիի կողմից այսպիսի հավաքածու պարկեր։ Ողջույնները շարունակվում են, ելով է ձեզ ողջունում այս տեսախցիկի ետևում գտնվող ժամապահ Քերին, Քերի ողջույն։ Քերին ձեզ թաթիկով է անում։ Նա այսօր շատ բարի է, մեզ երկար ժամանակ կտա, որպեսզի այսօր ձեզ հետ միասին սովորենք նկարել բազմաթիվ փոքրիկ հեռուստադիտողների առաջադրանք։ Դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտը պատրաստ պահեք, քանի որ բազմաթիվ փոքրիկներ շատ են խնդրել Քերի Մուլտիկնիկին, Քերին ձեզ սովորեցնի նկարել խխունջ։ Դե մենք եթե հիշում եք սիրելի փոքրիկներ, նույնիսկ մայրիկները, հայրիկները այս 22 տարիների ընթացքում մենք խխունջներ շատ ենք նկարել։ Տարբեր մասնագիտություններով, տրամադրությամբ, գործողության մեջ։ Այսօր նկարելու ենք աստրիկի, փոքրիկ աստրիկի խնդրանքով ժապավեն փողկապով խխունջը։ Եվ բազմաթիվ փոքրիկների խնդրանք կատարենք եւ մեր աստրիկի առաջադրանք։ Ամենակարևորը շատ դյուրին ձևով եմ ձեզ սովորեցնելու նկարել։ Վերցնում ենք կախարդական սև մատիտը, դե սովորական մատիտ է։ Ինձ մոտ մարկեր, ես նրան վարպետ մատիտ եմ ասում, ուղղակի մեր ձեռքում այն դառնում է կախարդական։ Պատրաստ, ինչպես ենք նկարելու սիրելի փոքրիկներ։ Տեսեք, թղթիկի ձախակողմի հատվածում այսպիսի մի կլորիկ գլուխ եմ նկարելու։ Տեսեք, գծիկը չմիացավ կլորիկին, ինչու, որովհետև ես ուզում եմ այստեղից մի քիչ ծիծաղաշարժ բերանիկ նկարեմ, այսպես, ժպտացող, եթե անձրևի կաթիլի նման այստեղ քթանցք նկարեմ, հետո ալեհավակ պոզիկները կնկարեմ, որի վրա աչքեր են, շատ ծիծաղաշարժ խխունջ է ստացվելու, ուշադրություն, այստեղից վերև մեկ պոզիկը, ևս մեկ կնկարենք, հիմա կլորիկները, աչքերն ենք նկարում, ոպ, մեկ, ոպ, երկու, կիսալուսնաձև սևիկներն ենք անելու, մեկ, երկուս, նույնիսկ կարող ենք թարթիչներ տալ, մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք, հիմա բարակ սև մատիտը կվերցնեմ, նույնիսկ կոպեր կավելացնենք իմ լավ փոքրիկ բարեկամներ, այստեղ աչքը ավելի կիսալուսնաձև կանեմ, այսպես, տեսեք ինչ գեղեցկացավ, սրած այր, այսպես, շատ լավ է, այստեղ կոպեր կառանձնացնեմ գծիկով, հիմա նկարելու ենք արդեն մարմինը, պարանոցը կնկարենք, եթե հիշում եք, աստրիկը այսպիսի վերնագիր էր տվել Քերի Մուլտիկնիկին, ժապավեն փողկապով խխունջը, պարանոցը կնկարենք այստեղից, այստեղ արդեն ժապավեն փողկապը կնկարենք քառակուսի, պարտադիր չէ գծիկները հավասար լինեն, հետո թիթեռնիկի թևիկի նման փողկապ, մեկ, երկու, գծիկները միացնում ենք իրար, թիթեռնիկ փողկապին ծալքեր ենք ավելացնում, հիմա պետք է շարունակենք մարմինը, իմ փոքրիկ բարեկամներ, ինչ ենք անելու, ես հիմա մի փոքր հաստ մատիտ վերցնեմ, ստացվում է չէ ձեզ մոտ, շատ լավ է, հիմա պարանոցից, այս մասից, շարունակում ենք թեքությամբ, դեպի աջ, այստեղից դեպի ձախ, բայց կանգ ենք առնում, որպեսզի սողացող մարմինը նկարենք այս ալիքաձև, շարունակենք այստեղ, հիմա կլորիկ զրահապատ տնակն ենք նկարելու, հիշում եք գալարաձև նախշով, հիշում եք չէ, այսպիսի մի պատկեր ենք նկարում, այստեղից սկսում ենք կլորիկը ու գալարաձև նախշ ենք դարձնում,
Ավելի կարելի էր մքացնել։ Այսպես։ Գծիկը շարունակում եմ այստեղ։ Պոչիկն եմ ավելացնում։ Կարծես թե վերջ, սիրելի փոքրիկներ։ Շատ ծիծաղաշարժ հերոստացվեց։ Այսպես։ Մարգագետինը կառանձնացնենք։ Ժամանակ ունենանք, բնություն էլ կնկարենք նրա համար, հեռվում սարեր, ձորեր, ներկելուց հետո պարզ կդառնա ինչ ենք անելու։ Տեսեք ինչ հետաքրքիր հերոստացվեց։ Համ հեշտ ձևով նկարեցինք, համ հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար ստացանք։ Նույնիսկ որ նայում ենք ծիծաղներս գալիս է։ Այստեղ է կալորիկ այտիկ անեմ, որ կարմիր ներկենք։ Ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ, ներկելու ենք։ Ես խխունջին ներկելու եմ մուկ դեղին մատիտով, բայց բաց նարնջագույնը կվերցնեմ։ Եթե ձեր արևը աչակողմյան մասից է, ուրեմն բաց նարնջագույն մասով, այսպես, այս յուղամատիտով կոպերը կներկեմ, 1, հետո ալեհավակ պոզիկը, միայն ձախակողմյան մասն ենք ներկում, ձեզնից ձախ, հետո կլորացնելու ենք էլի ձախակողմյան հատվածից, կիսալուսնաձև կներկենք, այսպես, շրթունքը կընդգծենք, քթանցքը, ասում ենք պարանոցին, պարանոցի ձախակողմյան հատվածը, այսպես, բաց նարնջագույն մատիտով ներկելու եմ։ Ներքևի հատվածն եմ հիմա ընդգծում, եթե նկատում եք, որպես նարնջագույն ստվեր, զրահապատ տնակը կլորիկ գալարաձև, այսպես կներկեմ։ Բաց նարնջագույն մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք մուկ դեղին մատիտը։ Սպիտակ թողված հատվածները, սիրելի փոքրիկ բարեկամներ, այ մուկ դեղին մատիտով ներկելու ենք։ Կարծես թե մի քիչ էլ շատ քիչ է տարբերվում, այսպես, մարմինը ներկենք, հետո կանցնենք թիթեռնիկ փողկապին, գալարաձև տնակին, որտեղ նաև ապրում է։ Շատ լավ է, ապրեք դուք։ Այսպես ուրեմն կարմիր մատիտը վերցնելու եմ, այտիկն եմ ներկելու։ Շրթունքը կարելի է ընդգծել ուղղակի, այսպես։ Ահա, անցնենք ժապավեն փողկապին, այսպես ուրեմն, ներկելու ենք կարմիր, միշտ ասում եմ, ձեր նկարած պատկերը ընդգծեք, նոր ներկեք, որպեսզի գունավոր մատիտներով դուրս չգաք պատկերից։ Հիմա ձախակողմյա, ձախ թևիկը ձեզնից աջակողմյա։ Ինքը ձախ թևիկն է, բայց այսպես որ նայում եք աջակողմյա թևիկն ենք ներկում։ Տեսեք, ես այսպիսի գծիկներ եմ անելու, կարմիր։ Պատյանի վրա այսպիսի կարմիր գծիկներ եմ անելու։ Ուզում եմ տնակ պատյանը ինչ գույնով ներկենք։ Կապույտ։ Մենք դեռ ժամանակ ունենք, քեռին ասում է։ Լավ, եկեք մուկ կապույտ մատիտով ընդգծեմ։ Այսպես։ Գծիկից դուրս չգանք։ Ես այսպես կընդգծեմ։ Նաև կընդգծեմ կարմիրները ու կապույտ մատիտով աջ և ձախ կողմերից։ Մնացածը երևի թե բաց կապույտով ներկեմ, հա? Ինչ կասեք։ Դե ձեր խխունջն է։ Ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Քեռին որոշեց, որ ամբողջ պատյան տնակը գալարաձև կլորիկ ներկի բաց կապույտ։ Թող մի քիչ էլ գունեղ լինի։ Այսպես ուրեմն։ Այսպես։
Հիմա բաց կապույտով կներկենք, նորից մեզ օգնության կգա մուկ կապույտը, որպեսզի կալորիկները ապահովենք, այսպես, նորից մուկ կապույտ մատիտը վերցնում ենք, այսպես, աջ ձախ զուգահեռ գծիկներով մի քիչ էլ կլորացնում ենք բացյանը։ Տեսակ։ Մուկ կանաչ մատիտը ուր է, ահա նա, ներքևի հատվածը գծիկից կներկենք մուկ կանաչ, դուք ժամանակ ունեք սիրելի փոքրիկներ, հաղորդումից անմիջապես հետո կարող եք շարունակել նկարը, այս ներկված կանաչի փոխարեն խոտիկներ նկարել, ծաղիկներ, հատապտուղներ, ինչպես ցանկանում եք։ Ես ուղղակի ժամանակի սղության պատճառով այսպես ուղղակի ներկում եմ, սպիտակ թղթիկը ճնշում եմ, իբր խոտիկներ է։ Երկրորդ շերտիկը ավելի բաց կանաչով եմ ներկելու, իբր հեռվում է գտնվում մյուս դաշտը, այսպես։ Էլի խնդրում եմ ձեր նկարած պատկերը սիրելի փոքրիկ բարեկամներ ընդգծեք, որպեսզի գույներով չխառնեք։ Ընդգծելուց հետո արդեն կարող եք կանաչ ներկել երկրորդ շերտիկը։ Նաև սպիտակ թղթիկից առանձնացնում եք, եթե նկատում եք։ Իմ լավ բարեկամներ։ Քեռին ինչքան ժամանակ է մնացել։ Դեռ ժամանակ ունենք։ Ասում եմ, չէ, քեռին այսօր շատ բարի է։ Մեզ երկար ժամանակ է տալիս։ Ամբողջովին մեր հերոսին նկարենք, ավարտենք։ Վերևն էլ բաց կապույտ կներկենք կամ կապույտ ուղղակի։ Իբր երկինք։ Նաև սպիտակ աչքերը, սպիտակ թղթիկից, երբ որ սպիտակ թղթիկը այսպես բաց կապույտ մատիտով ես ճնշում եմ, սպիտակ թղթիկից առանձնանում է ուղղակի։ Այսպես։ Տեսակ։ Հիմա կշարունակենք։ Ներկել։ Ամբողջովին կարող եք չներկել, իբր ամպիկներ են, խառը կապույտներ, դուք նույնիսկ արևել կարող եք նկարել։ Հիմա այս կողմից էլ ընդգծեմ։ Այս շարունակենք էլի ներկելը։ Տեսակ ինչ լավ երևաց։ Շատ լավ երևաց մեր հերոսը։ Ժապավեն փողկապով։ Խխունջը։ Ժամանակ ունենք քերի։ Ապա նայեք։ Եթե ունեք մի քանի խոտիկներ նկարենք։ Շատ լավ է, այստեղ խոտիկներ ենք նկարելու հեռվում, կամ թփեր, այստեղ էլ կարելի է թփեր նկարել։ Ծառեր նույնիսկ։ Վերջ ավարտում եմ սիրելի փոքրիկներ։ Հիշում եք վերնագիրը, իմ լավ փոքրիկ նկարիչներ տաղանդավոր, այսպես էր աստղիկը վերնագրել, բազմաթիվ փոքրիկներ շատ էին խնդրել խխունջ նկարել մուլտիպլիկացիոն, իսկ աստղիկը ավելի ամփոփեց, վերնագրեց եւ այս նկարը կոչվեց թիթեռնիկ փողկապով խխունջը։ Այս վերնագրով հորինում եք փոքրիկ պատմություն, հեքիաթ, նկարում եք հերոսին, գուցե նաեւ այն հերոսներին, որ ձեր հեքիաթի մեջ կան։ Եվ ուղարկում եք քերի մուտիկնիկին։ Հիշում եք, չէ՞ մեր ամփոփող հասցեն։ Իհարկե, հիշեցնեմ, ովքեր չեն հիշում։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի ծնողներ, իսկ դուք բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ինչու՞։ Կասեմ ինչու։ Քերին էլ կարող է ասել, բայց տեսախցիկի ետևում է։ Այնտեղ լիքը վարպետանց դասեր կա, որ երբևիցե չի ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Կան մրցանակաբաշխություն, հեքիաթ ներկայացումներ, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, որ ստեղծել է քերի մուլտիկնիկը եւ այլն։ Դե ինչ։ Ժամանակն է հրաժեշտի։ Ժամապահ քերին մեր նոր հերոսը թիթեռնիկ ժապավեն փողկապով մոռացա խխունջը։ Խխունջը մույթ աշխարհի բոլոր հերոսները Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, մարշմելոներով, նախաճաշիկներով, աղի ձողիկներով հանդերձ, ինչպես նաև ձեզ սպասող մրցանակը, պարկ հավաքածուով հանդերձ, քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։
Կհանդիպենք հաջորդ հաղորդման, Աստված ձեզ պահապան սիրելի փոքրիկներ, մինչ նոր հանդիպում եւ մեր այն կախարդական խոսքը Ալբորդա Oh.